Վաղուց անցած գնացած օրերից է այս վերհիշումը։ Իմ բարեկամ մի ընտանիք Սիմոն անունով մի սպասավոր ուներ։ Սիմոնը տարիներից ի վեր ծառայում էր նրանց մոտ։ Գոհ էին նրա աշխատանքից և թվում էր, որ ինքն էլ գոհ էր նրանցից։ Մի օր Սիմոնը ներկայանում է տանտիրուհուն և ասում. «Խանմ, ներող եղեք, ես ուզում եմ տուն գնամ, մեր գեղը։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, բայց էլ չեմ ուզում ծառայել»։ «Ինչու, Սիմոն ջան», զարմացած հարցնում է տիկինը, «չէ՞ որ մենք քեզ միշտ լավ ենք նայել, տարիներ շարունակ մեր տանն ես եղել, սովորել ենք իրար, հիմա ի՞նչ պատահեց, ասա սրտաբաց, թե ռոճիկդ քիչ ես գտնում, ավելացնենք, այնպես լինի, որ գոհ լինես մեզանից և մեր տանը մնաս»։ «Չէ, խանմ ջան, գիտեմ, որ ինձ հետ լավ եք վարվել և ռոճիկիս մասին էլ գանգատ չունեմ, միայն թե ուզում եմ գեղ գնամ, ժամանակավոր, կարելի է մի քանի ամիս անց էլի ետ գամ»։ «Բայց ինչու ես մնում այդքան երկար ժամանակ, գեղում ինչ կա որ»։ Սիմոնը լռում է։ «Մեկ էլ որ չասացիր գնալուդ պատճառը»։ «Խանմ ջան, ճշմարիտը որ կուզես իմանալ, ասեմ», վճռական շեշտով պատասխանում է Սիմոնը։ «Ուզում եմ գնալ, որ էլի մանունը չլսեմ անունս, ականջս հանգստանա, թե չէ ես ինչ կյանք է, ես կխելառեմ։ Շարունակ ամեն օր «Սիմոն, սամավարը գցե, շուտ արա»։ Սամավարը գցում եմ, կրակը փչում եմ, մեկ էլ «Սիմոն, աղայի կոշիկները արի տար, շուտ սրբիր բեր»։ Վազում եմ, կոշիկները տանում եմ, սրբում եմ շտապով, հանկարծ «Սիմոն, վազի ֆայտոն բեր, օրիորդը տեղ է գնում, շուտ»։ Վազում եմ ֆայտոն բերելու, սամավարը թողնելով իր բախտին, կոշիկները սրբել է կիսատ, ֆայտոն բերում եմ, սամավարը եփել, ջուրը թափվել է, նորից ջուր եմ լցնում, նորից ածուխ եմ գցում, մեկ սամավարն եմ փչում, մեկ կոշիկները սրբում, նորից անունս։ «Տոտաղա Սիմոն, չայն ուր մնաց, բերաններս չորացավ, դե գնա մի լիմոն էլ բեր, միայն շուտ արա»։ Մյուս կողմից աղայիս ձայնը. «Տո Սիմոն, կոշիկ սրբել էր, թե սենյակ սրբել, մի ժամ եղավ, շտապում եմ, շուտ արա»։ Ձեռքս կոշիկի միջից չհանած, դռան զանգը տալիս են. «Սիմոն, վազի դուռը բաց»։ Էդ միջոցին մեկ էլ պստիկ տղան. «Սիմոն, թռի մի տուփ պապիրոս բեր, դե քեզ տեսնեմ»։ «Դե խանմ ջան, բայց ոնց անեմ, որ չխելառեմ, օրը 1000 անգամ անունս լսում եմ, Սիմոն արի, Սիմոն գնա, Սիմոն տար, Սիմոն բեր, Սիմոն վազե, Սիմոն թռիր, Սիմոն, էլի Սիմոն, էդ ականջս խարտոցող Սիմոն անունը երազիս մեջ էլ եմ լսում, քունս հարամ է անում, տունը մարդ չեղած ժամանակ էլ պատերն են ձեն տալիս, Սիմոն, անունս ինձ թշնամի է դարել, աչքիս գրողն է դարել, կատաղեցնում է ինձ, գժվեցնում է ինձ, կուզեմ փախչել աշխարհի ծայրը, որ զզվել է անունս էլ չլսեմ։ Չէ, խանմ ջան, էլ ուժ չունեմ։ Հիմի շատ եմ խնդրում, իրավունք տաս, երթամ մեր գեղը, մի քանի ամիս ականջս հանգստանա, հետո նորից կգամ, խոսք եմ տալիս, միամիտ եղեք»։